Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարտերանն եմ, այսօր զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թվում է, թե մեզ հետ կապ չունեցող կամ ինքան էլ կապ չունեցող իրադարձություն տեղի ունեցավ Կիրակի օրը։ Ըստ էության 3 արդեն պարզվեց, որ Հունգարիայում Օրբանը 16 տարվա իշխանությունից հետո հրաժեշտ տվեց իշխանությանը եւ դա ըստ էության կարող է չափազանց մեծ ազդեցություն ունենալ արդեն Ուկրաինայի ընթացող պատերազմի վրա կունենա այդ ազդեցությունը ձեզ։ Նախ նշեմ, որ համաձայն չեմ, թե թվում է, թե մեզ վրա ազդեցություն չունի, ուղղակի ազդեցություն ունի մեզ վրա, որովհետև բազմաթիվ ծրագրեր, բազմաթիվ մտահղացումներ ուղղակի իրականություն չեն դարձել այն պատճառով, որ ակնհայտ է, որ Հունգարիան խնդիրներ է ստեղծելու։ Այժմ այս խցանը, իսկ իրականում դա խցան էր Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում, այս խցանը դուրս է գալիս։ Կարող են որոշ մարդիկ ասել, թե Սլովակիան Ֆիցոն մնում է, բայց Սլովակիան ի սկզբանե չի եղել խնդիր մեզ համար, դա կապված է Սլովակիայի եւ Հայաստանի ավելի լավ հարաբերությունների հետ, դա կապված է Սլովակիայում հայկական որոշակի համայնքի գոյության եւ բավական լուրջ գործոն լինելու հետ եւ այլն։ Այնպես որ այս պահին փաստացի Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններում նոր եւ ավելի խորը հնարավորություններ ստանում առաջընթաց ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, իհարկե Հունգարիան բավական լուրջ խնդիր էր նաեւ Ուկրաինայի համար։ Զարմանալի չէ, որ անձամբ Զելենսկին եւ նաեւ ուկրաինացիները ընդհանուր առմամբ բավական տպավորված են եւ բավական բավարարված են այս իրողությունով եւ կարելի է ասել, որ Ուկրաինայի դիրքերը էականորեն ամրապնդվում են։ Ի տարբերություն Ռուսաստանի դիրքերի եւ ինչքան է զարմանալի, ի տարբերություն նաեւ Միացյալ Նահանգների դիրքերի, որովհետեւ Օրբանը ինչքան էլ որ նա Եվրամիության գործընթացներում ավելի շատ դրսի խաղացողի դերակատարում ուներ, այնուամենայնիվ Միացյալ Նահանգների ներկայացուցիչն էր ընդհանուր եվրասիական ամբողջ մայրցամաքում ներկայացուցիչներից մեկն էր եւ այս դեպքում Միացյալ Նահանգների դիրքերը եւս որոշակիորեն թուլանում են, քանի դեռ իմիջիայլոց Տրամպը ունի այդ մոտեցումը, մենք շատ լավ գիտենք, որ Տրամպը կարող է առավոտյան արթնալ եւ այլ մոտեցում ունենալ խնդիրների վերաբերյալ, այնպես որ մենք խոսում ենք Տրամպի եւ Եվրոպական միության կամ Եվրոպայի փոխհարաբերությունների մեծ այս պահին հայտնի իրավիճակի։ Եթե չեմ սխալվում, Չերչիլի միտքներ ասել էր ժամանակին, եթե ձեզ չեն գալիս, դուր չեն գալիս իմ սկզբունքները, ես ունեմ այլ սկզբունքներ եւս։ Այո, Տրամպի դրամաբանությամբ հիմա, բայց ես ճիշտ եմ հասկանում, Ուկրաինային դեր կվերադառնանք, ճիշտ եմ հասկանում, որ Միացյալ Նահանգներին այս պահին Օրբանը պետք էր, որում Վենսը գնաց այնտեղ նախընտրական կառավարության ժամանակ, պետք է ոչ թե որովհետև ինքը դաշնակից է, այլ որովհետև Հունգարիայով թուլանում էր Եվրամիությունը, որովհետև Միացյալ Նահանգներին պետք է թույլ Եվրամիություն։ Ես չէի ասի, թե Միացյալ Նահանգներին պետք է թույլ Եվրամիություն, ընդհակառակը, թե Ռուբիոն, թե Վենսը, թե այլ ներկայացուցիչներ Միացյալ Նահանգների կառավարության բազմաթիվ անգամներ նշել են, որ իրենք մեկ անվտանգային համակարգ են, բայց անվտանգային համակարգից ճյուղը հենց իրենք շատ ավելի ուժեղ են բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ տրամաբանություններում, մյուս ճյուղը, որը Եվրամիությունն է, շատ ավելի թույլ է եւ նրանք ընդհակառակը առաջարկում էին Եվրամիությանը ուշքի գալ, առաջարկում էին ավելի մեծ ներդրումներ կատարել անվտանգության ոլորտում, առաջարկում էին ավելի շատ ընդհանուր զամբյուղ բերել, բայց քանի դեռ դա տեղի չէր ունեցել, ըստ էության իրենք ասում են մեր վզից իջեք։ Հենց դա է։ Հենց դրա մասն ասում։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Եվրամիությանը ասում էին, որ մեր հաշվին ուժեղ քաղաքականություն մի վարեք։ Դուք շատ ավելի լավ բնութագրեցիք, իրենց ասածը դա էր։ Քանի դեռ դուք չունեք ձեր անվտանգային գոնե մեր կեսի չափ կամ չգիտեմ մի փոքր ավելի կամ մի փոքր պակաս հնարավորություններ, մի խոսեք մեր ընդհանուր անվտանգային դիրքերից կամ ընդհանուր ավելի բարձր դիրքերից, որոնք իրականում այո մեզ վերաբերում են, բայց ձեզ այնքան էլ չեն վերաբերվում։ Եվ հավանաբար Հունգարիան եւ Օրբանը պետք էին Միացյալ Նահանգներին հենց դրա համար, որ Եվրոպական միությունը չկարողանար Միացյալ Նահանգների դիրքերից խոսել մնացած աշխարհի հետ։ Բայց այս պահին բավական բան է փոխվել իմիջիայլոց։ Ես նշեմ, որ Եվրոպական միությունը բավական ընդ որում Եվրոպական միությունը ասելով մենք նաեւ թեև անդամ չի այս պահին, բայց նաեւ պետք է հաշվի առնենք Մեծ Բրիտանիային, որովհետեւ այս տրամաբանության մեջ Մեծ Բրիտանիան կարծես թե սկսեց հանդես գալ Եվրոպական միության դիրքերից եւ ոչ Միացյալ Նահանգների դիրքերից, բավականին փոխել է իր վերաբերմունքը ընդհանուր անվտանգային համակարգի նկատմամբ, բավական փոխել է իր վերաբերմունքը իրենց ներդրման նկատմամբ, սկսել են ավելի
մեծ ուշադրություն դարձնել անվտանգային կոմպոնենտին, սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել միմյանց միջև խնդիրները մի կողմ դնելու եւ միմյանց միջև համագործակցային ծրագրերով աշխարհի հետ հարաբերվելու խնդրին, ինչը ես կարծում եմ Միացյալ Նահանգներին այնուամենայնիվ ձեռնտու է, որովհետեւ այդ դուք ասացիք, որովհետեւ միջև այս նստած էին ուղղակի Միացյալ Նահանգների վզին ոչ միայն անվտանգային առումով, այլ նաեւ ընդհանրապես աշխարհի հետ հարաբերվելու առումով։ Այնպես որ Հունգարիայում այս փոփոխությունը թեև նշեցինք, այո, այդպես է, որ Միացյալ Նահանգների համար այնքան էլ ցանկալի չէր այս պահին, բայց Միացյալ Նահանգները նորից ձեզ պիտի հողում անեմ, իսկապես եւ անձամբ Տրամպը իսկապես ունեն նաեւ այլ սկզբունքներ, որոնք կարելի է օգտագործել։ Ավելի ճիշտ Չերչիլին, ինչ չէր հղումը։ Հիմա տեսեք, այն ինչ որ տեղի ունեցավ Հունգարիայում կարող է շատ ուղիղ ազդեցություն ունենալ արդեն Ուկրաինայում ծավալվող պատերազմի ընթացքի վրա, հաշվի առնելով, որ Հունգարիան ըստ էության վերջին շրջանում բարբերաբար տորպեդահարում էր Եվրամիության կողմից Ուկրաինայի ֆինանսավորումը ռազմական նպատակներով եւ հիմա այնտեղ կարող է էապես իրավիճակը փոխվել եւ դա այսպես մեր դաշնակցին բնականաբար դուր չի գալիս։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է։ Կարծիք կա, որ Ռուսաստանի հիմնական խնդիրը այն չէ, որ ինքը չի կարողանում հաղթել այն պատերազմում, այլ որովհետեւ ի սկզբանե չեն ունեցել մշակված ռազմավարություն պատերազմից դուրս գալու։ Այսինքն հիմա Ռուսաստանը չի կարողանում դադարեցնել պատերազմը, իսկ այս իրավիճակում անգամ չի էլ կարող։ Ես համաձայն եմ, որ Ռուսաստանը չի կարող դուրս գալ պատերազմից եւ դրա պատճառները մի քանիսն են, բայց Ռուսաստանը ի սկզբանե չէր կարող ունենալ պատերազմից դուրս գալու ռազմավարություն, որովհետեւ ի սկզբանե Կրեմլում չեն էլ հաշվարկել, որ կարող է պատերազմը ցկցկվել եւ կարող է պատերազմի արդյունքները չլինեն այնպիսին, ինչպիսին իրենք կարծում են։ Հետո գոնե կարող էին մշակել։ Ես կարծում եմ իրենք նույնիսկ այդ ժամանակ չէին գիտակցել դա եւ դրա իհարկե կողմնակի, բայց որոշակի փաստ կա, տեսեք, Հայաստանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանի հետ հարաբերություններում կա որոշակի տրամաբանություն եւ Պուտինի խոսքում ապրիլի 1-ին Փաշինյանի խոսքից այդ տրամաբանությունը երևում էր։ Կա հայ ժողովուրդ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհում, բայց Հայաստանում եւս, եւ կա Հայաստանի իշխանություն։ Եվ նրանք այդ սեպը այն որը իրենք կարծում են որ կա, այդ սեպը փորձում են օգտագործել ցույց տալու համար, որ հայ ժողովուրդ մենք ձեզ հետ ենք, Հայաստանի իշխանություններ իմացեք, որ մենք հայ ժողովրդի հետ ենք եւ դուք էլ ձեր գործողություններում դա հաշվի առեք։ Այդպիսի բան գուցե եղել է ինչ-որ ժամանակ, բայց այդպիսի բան այսօր չկա։ Ռուսաստանում այդպես չեն կարծում։ Տեսեք, այն որ Ռուսաստանը իրողությունները գնահատելու խնդիր ունի մեր դեպքում, ցույց է տալիս մեկ բան, որ նա իրողությունները գնահատելու խնդիր ունի նաեւ այլ դեպքերում։ Եվ Ուկրաինայի պատերազմի տրամաբանության մեջ Ռուսաստանը իմ խորին համոզմամբ նույնիսկ կես տարի հետո, նույնիսկ 1 տարի հետո, նույնիսկ 2 տարի հետո չի մտածել, որ կարիք կա ունենալ պատերազմից դուրս գալու ռազմավարություն։ Այսօր, երբ արդեն 5-րդ տարին է ընթանում պատերազմի, գուցե այդ գիտակցումը իրենց մոտ եկել է, բայց շատ ուշ է նոր ռազմավարություն մշակելու համար։ Այսօր նրանք ունեն գլխավոր խնդիր եւ այդ գլխավոր խնդիրը սեփական դեմքը փրկելն է։ Ի վերջո, սեփական դեմքը փրկել նշանակում է նաև պահել իշխանություն։ Պուտինը ցանկանում է պահել իշխանություն եւ Ռուսաստանի այսօրվա իշխողները ցանկանում են, որ Պուտինը պահի իշխանություն, բայց դրա համար անհրաժեշտ է կամ Ուկրաինայում ունենալ որոշակի իրավիճակ, որը կարելի է անվանել հաղթանակ, իսկ այն ինչ այսօր կա դա հաղթանակ որևէ կերպ չես անվանի, կամ Ուկրաինան ընդհանրապես Ուկրաինան ջախջախել, ինչը նրանք չեն կարողանում անել եւ այն եւ այն։ Երրորդ տարբերակ չկա։ Երրորդ տարբերակ նրանք չունեն, եթե պատերազմը դադարում է այնպես ինչպես կա, եթե պատերազմի արդյունքում Ուկրաինան պահպանում է իր ինքնիշխանությունը, ուկրաինացիները ռուսների նկատմամբ հավանաբար մոտակա սերունդներում ավելի լավ վերաբերմունք, քան մենք ունենք ադրբեջանցիների նկատմամբ չեն ունենա, դա ակնհայտ է։ Դրան գումարած, որ այն զանգվածը, ես նրանց չեմ անվանում անհատ մարդիկ, այն զանգվածը, որ իրենք հավաքել են եւ ուղարկել են Ուկրաինա, այդ զանգվածը ամբողջությամբ չի ոչնչացել, դա էլ օրինակ իրենց համար տարբերակ կլիներ, եթե այդ զանգվածը ոչնչանար, նրանք հետ չգային Ռուսաստան, բայց դա անհնար է, չեն կարող ցեղասպանել սեփական զինվորներին, ում միջոցով դա իրականացնեն, դա հնարավոր չէ, բայց կցանկանային ակնհայտորեն։ Այդ զանգվածը հետ է գալու Ռուսաստան, այդ նման զանգված մեկ անգամ արդեն հետ եկել է Ռուսաստան, մենք հիշում ենք 100 տարի առաջ 1917 թվականին, երբ Ռուսաստանը իրեն պարտված ճանաչեց եւ դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից եւ հետո եկել ինչ է արել է հեղափոխություն։ Եվ շատ մեծ ուրեմն հավանականություն կա, որ եթե այդ զանգվածը այս իրավիճակում առանց Ուկրաինայում հաղթանակի հետ վերադառնա Ռուսաստան, նա նորից
կփորձի անել ու հեղափոխություն, ինչը ընդհանրապես պետք չէ Ռուսաստանի իշխանություններին։ Այս ամենին գումարենք եւս մեկ գործում։ Ռուսաստանը պատերազմում ծախսել է միլիարդներ։ Այդ միլիարդները հենց այնպես օթից չեն հավաքվել, այդ միլիարդները տվել են Ռուսաստանին, ընդ որում տվել են իմ կարծիքով, թե ռուս տնտեսվարողներ, օլիգարխներ, թե այլ երկրների գուցե Պուտինի հետ որոշակի հարաբերություններ ունեցող օլիգարխներ եւ նրանց պետք է ինչ-որ մի բան վերադարձնել։ Իսկ վերադարձը կարող է լինել օրինակ Ուկրաինայում որոշակի դոտացիաները, Ուկրաինայի որոշակի հնարավորությունները, այն նույն մետաղները, որոնք Տրամպը կարողացավ ձեռք գցել, Ուկրաինայի ցորենը, Ուկրաինայի նավահանգիստները, Ուկրաինայի ճանապարհները եւ այլն եւ այլն։ Փաստացի, եթե պատերազմը ավարտվում է այդպես, դրանցից ոչ մեկը Պուտինի ձեռքի տակ չի լինում, որ մի բան էլ նա վերադարձնի որևէ մեկին։ Այս հարցերին պատասխանել էլ նա չի կարողանալու։ Այսինքն, տեսեք, բոլոր ուղղություններով Պուտինը ստիպված է դեռևս շարունակել պատերազմը։ Իսկ Հունգարիայի չլինելը նշանակում է, որ Պուտինը ստիպված է այդ պատերազմը Հունգարիայում Օրբանի չլինելը նշանակում է, որ Պուտինը ստիպված է լինելու այդ պատերազմը շարունակել շատ ավելի վատ պայմաններում, քան մինչ այժմ։ Քանի որ հիշատակեցիք Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, տեսեք, վերջին շրջանում փորձագետների մի այսպես ստվար մաս պնդում են, որ այն ինչ հնչում է Ռուսաստանից վերջին շրջանում, դրանք ըստ էության սպառնալիքներ են Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ոմանք դա գնահատում են որպես զգուշացում, այնուհանդերձ քանի որ դրանք սկզբունքային տարբերություններ են, հիմա դրանք սպառնալիքներ են, թե զգուշացումներ։ Դրանք Հայաստանի նկատմամբ հիբրիդային գործընթացների համակարգված, հստակ մշակված եւ իրականացվող գործողություններ են, որոնց հիմնական նպատակը սրելն է իրավիճակը նախընտրական ժամանակաշրջանում։ Եթե դրանց անվանենք զգուշացումներ, ապա դրանք ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի շատ կմոտենան սպառնալիքներին։ Եթե դրանց անվանենք սպառնալիքներ, ապա դրանք ժամանակի ընթացքում կդառնան շատ ավելի սուր սպառնալիքներ, որոշ գործողություններով համեմված։ Օրինակ, մենք արդեն գիտենք, որ Ջերմուկի Ծիփրթե թունավորման դեպքի վերաբերյալ գործը վերաբացել են։ Շուտով հավանաբար նրանք կգտնեն ինչ-որ արգելված բաներ Հայաստանից արտահանվող որոշ ապրանքների մեջ։ Այսինքն սրանք գործողություններ են, որոնք տարբեր ուղղություններով, լայն ճակատով Հայաստանի նկատմամբ իրականացվում է, դրանք իրականացվել են շատ ավելի նեղ ճակատով մինչև ապրիլի 1-ը, բայց քանի որ ապրիլի 1-ին Պուտինը չկարողացավ կոտրել Փաշինյանի դիմադրությունը, որոշ հարցերի վերաբերյալ շատ ավելի մեծ թափով, շատ ավելի լայն ճակատով գրոհի գնաց կարելի ասել Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ նախընտրական ժամանակաշրջանում հույս ունենալով, որ այդպիսով հնարավոր կլինի Հայաստանում իշխանություն փոխել, ընդ որում նորից վերադառնամ իմ ասածին։ Հույս ունենալով, որովհետև Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանի ժողովուրդը սխալվել է, ընտրել է այս իշխանություններին, հիմա հասկացել է իր սխալը, բայց այս իշխանությունները այնքան չարն են, վատն են, պահում են իրենց իշխանությունը, թույլ չեն տալիս, որ ժողովուրդը փոխի այդ իշխանությունը, իրենք էլ հայտարարում են, թե տեսեք, մենք ձեր մեջքին ենք, մենք ես Ռուսաստանի ցարն եմ, ասում է Պուտինը, ես հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեր կողքին եմ, մի վախեցեք, գնացեք փոխեք Փաշինյանին։ Նրանց պատկերացումն այդպեսին է։ Տեսեք, այսօր պետեկամուտների կոմիտեն տեղեկատվություններ հրապարակել, ըստ որի որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնությունից նկատի ունեմ, եւ իրենց հետ բերել են ընդհանուր առմամբ 113 միլիոն կանխիկ ռուսական ռուբլի։ Ընդ որում հետո շարունակությունն էլ կա, որ պարզվել է, որ որոշակի բարբերականությամբ Հայաստանը ներմուծվել 18-ից մինչև 100 միլիոն ռուբլի չափով գումար։ Հիմա բնականաբար պետեկամուտների կոմիտեն շրջահայացորեն ասել է, որ միգուցե սա ապօրինի գործարար նպատակներով է եւ այլն, բայց քանի որ ես այնքան էլ շրջահայաց չեմ ու հարցը ուղիղ տամ, հա, հիմա այս ձեր ասած հիբրիդայինի տրամաբանության մեջ են այս գումարները հոսում այստեղ։ Անշուշտ հիբրիդային գործընթացների տրամաբանության մեջ են, այդ գումարները գալիս են այստեղ, որպեսզի հնարավոր լինի նախընտրական ժամանակաշրջանում որոշակի գործընթացներ ծավալել, կազմակերպչական աշխատանքներ են անհրաժեշտ, որոշակի քարոզչական աշխատանքներ են իրականացվում, այլ աշխատանքներ իրականացում, որոնցից որոշները գուցե օրենքի շրջանակներից դուրս լինեն, եւ այդ ամենի համար անհրաժեշտ է փող, եւ այդ փողը Ռուսաստանը ուղարկում է Հայաստան, բայց ես այլ բան կցանկանայի ասել, ես շատ ուրախ եմ, որ գոնե այս նախընտրական ժամանակաշրջանը դարձավ որոշ կատալիզատոր, որ պետական եկամուտների կոմիտեն սկսի ուշադրությամբ հետևել Հայաստան մտնող եւ դուրս եկող գումարներին, որովհետեւ եթե նույնիսկ դրանք ապօրինի բիզնես գործունեության համար են ներմուծում, միևնույն է դա օրենքի խախտում է։ Այսինքն դրանք չպիտի հնարավոր լինի բերել Հայաստան, շրջանցելով Հայաստանի օրենքները եւ անհավասար պայմաններ ստեղծելով օրինակ տնտեսվարողների համար,
որովհետև եթե կա օրենքի շրջանակներում ինչ-որ մեկն աշխատում, մյուսները օրենքի շրջանակներում չեն աշխատում, նրանք հայտնվում են անհավասար պայմաններում եւ այդ դեպքում ինչպես է արգասնել տնտեսություն։ Քանի որ ընտրություններից խոսք գնաց, տեսեք, ստացվել է մի այսպիսի պատկեր, ամենայն դեպս նախնական պատկերն եմ ասում։ Մի կողմում կա իշխանություն, այո, գործող իշխող ուժը, նկատի ունեմ քաղաքական։ Մյուս կողմում ըստ էության համախմբում չկա, ամենայն դեպս ասես դասական իմաստով համախմբում չկա, բայց կան 3 քաղաքական ուժ, Պլանվել Կարապետյանի գլխավորած Հզոր Հայաստանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Դաշինքը։ Իշխանությունը այս 3-ին նույնացնում է, ասում է այս 3-ը նույնն են։ Բայց այդ 3-ից բացի կան էլի քաղաքական ուժեր, ենթադրում եմ դրանք կլինեն մոտավորապես եւս 25-ը։ Պայմանական։ Իհարկե, մոտավորապես 30 կամ այդ 25-30-ը մնացած 25-30-ը որտեղ են դիրքավորվելու, եթե ասենք ճակատամարտ լինելու էս երկու հիմնական բևեռների մեջ։ Գիտեք, այդ 25-ին չի կարելի ընդհանուր խմբով դիտարկել, որովհետև այդ 25-ի մեջ կան բացարձակապես տարբեր նպատակներով ընտրություններին մասնակցող ուժեր։ Այնտեղ կան ուժեր, որոնք մասնակցում են, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ աջակցել իշխանություններին, կան ուժեր, որոնք մասնակցում են, որ ինչ-որ կերպ աջակցեն ընդհակառակը այն 3 ռուսամետ քաղաքական ուժերին։ Ընդ որում այդ 3 ռուսամետներին էլ պետք է տարաբաժանել, որովհետև բացարձակապես այլ բան է, եթե Ծառուկյանն է լինում երկրորդ տեղում եւ այլ բան է, եթե Քոչյանը կամ Սամվել Կարապետյանն է լինում երկրորդ տեղում։ Բայց դա չէ իմ խոսքի իմաստը այս բային։ Տեսեք, կան նաև քաղաքական ուժեր այդ 25-ի մեջ, գուցե երևի 20-30%-ը ոչ ավելի, որոնք իրապես չեզոք են եւ իրապես փորձում են այնպես անել, որ իրենք ոչ իշխանությունների, ոչ այդ ռուսամետ քաղաքական ուժերի դաշտում չլինեն։ Ցավոք սրտի նրանք ցակուցրիվ են, նրանք տարբեր գաղափարական ուղղվածություններ են ներկայացնում, կան սոցիալական ուղղվածության, կան արևմտամետ ուղղվածության, կան բացարձակապես այլ ուղղվածության ուժեր, օրինակ բոլորին դեմը, որը սոցիալական կամ արևմտամետ ուժ չէ, այն բացարձակ այլ տրամաբանություն է փորձում բերել, բայց նրանք ինչպես ասացի ցակուցրիվ են, նրանք չեն կարող նույնիսկ գաղափարական նույն հենքն ունեցողները չեն կարողանում միավորվել միասնական ճակատով ներկայանալ, այստեղ արդեն ամբիցիաների խնդիր կա, չհիմնավորված սպասումների խնդիր կա, չհիմնավորված ենթադրությունների խնդիր կա եւ այլն, եւ նրանք ցավոք սրտի ընդհանրապես փոշիացնելու են ձայներ։ Ինչ վերաբերում է այդ 25-30 քաղաքական ուժերի մեջ այս կամ այն քաղաքական ուժին պաշտպանող ուժերին կամ այդ կամ այն քաղաքական ուժին ինչ որ կերպ օգնություն տվող ուժերին, նրանք էլ իրականում չեն կատարելու հիմնականում իրենց խնդիրը, ինչու չեն կատարելու, որովհետև նրանցից որևէ մեկը ըստ էության շատ շանս չունի կամ շատ քիչ շանս ունի 4% շեմը հաղթարելու, ինչ նշանակում է նրանց ձայները գումարվելու են այս մյուս խորհրդարան անցած կուսակցությունների ձայներին, հետևաբար նրանք կատարելու են նույն դերը, փաստացի եթե վերցնենք, կատարելու են նույն դերը, ինչ այն չեզոք ուրեմն քաղաքական ուժերը ընդամենը ընտրությունների արդյունքում ինչ որ միավորներ են հավաքելու, որոնք հետո տալու են շեմը հաղթարած ուժերին։ Մտածեք, ամենաշրջանառվող բառերից մեկը պատերազմ։ Այո։ Նախընտրական շրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե մենք մեծամասնություն չստանանք, իշխանության գան, ասենք, էսմի բևեռի ներկայացուցիչները, մենք ունենալու ենք աղետալի հետևանքներով պատերազմ։ Էսմի բևեռի ժողովուրդը ասում են, եթե իշխող ուժը մնում է իշխանության, մենք էլի ունենալու ենք պատերազմ, բայց տնտեսական, այսինքն Ռուսաստանը մեծ տնտեսական պատերազմ է հայտարարելու եւ մեր բանը բուրդ է լինելու։ Հիմա որն է այս երկուսից ավելի իրական։ Դասեք, պիտի հասկանանք, թե ինչու են նրանք այդպես ասում։ Իրականում խնդիրը պատերազմ լինելու կամ խաղաղություն լինելու մասին չէ։ Իրականում խնդիրը ժողովրդավար լինելու կամ ժողովրդավար չլինելու մասին է։ Այս ընտրությունները մեզ կամ տանելու են ժողովրդավարության ճանապարհով կամ տանելու են ժողովրդավարության հետընթացի ճանապարհով կամ ավտոկրատիզմի ձևավորման ճանապարհով։ Բայց սա մի խոսույթ է, որը բավական դժվար ընկալելի է կամ մարդկանց ինչ-որ մի հատվածի համար, որը ավելի բարձր կրթական մակարդակ ունի, որը ավելի շատ է հետևում քաղաքական գործընթացներին եւ այլն, ընկալելի է, հասկանալի է, բայց մարդկանց շատ ավելի մեծ հատվածի համար, որը իր առօրյա գործերով է զբաղված եւ իրեն ժողովրդավար ավտոկրատ լինելը այդքան էլ հասկանալի չէ, ընկալելի չէ, նրանց համար հետաքրքիր չէ նույնիսկ, այսպես ասենք։
Քաղաքական ուժերը դա հասկանում են եւ ըստ ամենայնի այն առաջին խումբը, որը դա հասկանում է, ընդունում է եւ այլն, հիմնականում կողմնորոշված է, հավանաբար կան նման արդյունքներ, թեև ինքս նման արդյունքների ծանոթ չեմ, բայց գործողությունները ենթադրում են, որ գործողություն կատարողները քաղաքական ուժերը այդ արդյունքները ծանոթ են։ Հավանաբար կան հարցումների նման արդյունքներ կամ վերլուծության նման արդյունքներ, որ այն հատվածը, որը իր առօրյա գործով է զբաղված եւ այդքան շատ չի հետաքրքրվում հասկացություններով, գաղափարներով եւ այլն, այդ հատվածում չկողմնորոշվածները շատ են եւ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի նրանց ձայները ստանալ։ Իսկ ինչպես պետք է աշխատել նրանց նկատմամբ, նրանց հասկանալի ձևակերպումներով։ Ժողովրդավարությունը հասկանալի չէ, խաղաղությունը հասկանալի է, ավտոկրատիզմը հասկանալի չէ, պատերազմը հասկանալի է։ Եվ իշխանությունը բնականաբար ասում է, որ եթե մենք չգանք, տեսեք, կլինի պատերազմ, ընդդիմությունն էլ ասում է, չէ, եթե մենք չգանք կլինի պատերազմ, որովհետեւ նրանց համար պատերազմ հասկացությունը ահաբեկում է իրենց, խնդիրները իրենց համար ենթադրում, նրանք ցանկանում են խաղաղություն, նրանք չեն ցանկանում պատերազմներ, եւ դրա համար էլ խոսույթը պատտվում է խաղաղության եւ պատերազմի շուրջ, կապ չունի տնտեսական պատերազմ է, իրական պատերազմ է, թե ինչ է, սակայն ես նորից նշեմ, որ այս ընտրությունները ժողովրդավար լինել, չլինելու մասին են եւ պատերազմն էլ ընդհանրապես ժողովրդավար լինել, չլինելուց է բխելու։ Պատերազմը թողնենք մի կողմ, գանք խաղաղությանը։ Տեսեք, եթե ժամանակին այսպես մի քիչ այլ ձևակերպումներ էին պատտվում էլի դաշտում, մասնավորապես ընդդիմադիր դաշտում, հիմա ինչ է տեղի ունենում։ Ասում են մենք կողմ ենք խաղաղության, բայց այնտեղ գնում է, այ մենք ուժեղ խաղաղության կողմնակից ենք, ինքնիշխան խաղաղության կողմնակից ենք, մենք դեմ չենք թրիփին, բայց այս բայցը անընդհատ շրջանառվում է հիմա։ Ասես ինչու փոխվեց այդ հռետորաբանությունը, որովհետև բոլորովին այլ հռետորաբանություններ հեռու չգնա մի 20-25 օր առաջ։ Ես արդեն նշեցի, թե ինչու փոխվեց, որովհետև խնդիր կա այն մարդկանց ձայները հավաքելու, եւ այն մարդկանց չի կարելի ասել, որ մենք թրիփը չեղարկելու ենք։ Եթե նրանք թրիփը չեղարկում են, նշանակում է լարվածություն, նշանակում է պատերազմ, իսկ այդ մարդիկ պատերազմ չեն ուզում։ Անհրաժեշտ է այդ մարդկանց ցույց տալ, որ միևնույն է, մենք կողմ ենք, իհարկե մենք կբերենք ավելի ուժեղ խաղաղություն, ավելի, չգիտեմ, արժանապատիվ թրիփ եւ այլն, կամ նման ինչ-որ բան, որ իրականում տավտոլոգիա է, իրականում որևէ հիմք չկա դրա մեջ, որովհետեւ կամ խնդիրները լուծում ես համաձայնության ճանապարհով, կամ դու դնում ես քո պայմանները, որին դիմացի կողմը չի համաձայնում, խնդիրը չի լուծվում։ Այս երկու տարբերակն է, բայց սովորական մարդկանց այդպես ներկայացնել հնարավոր չէ։ Այն մարդկանց, ովքեր իրենց գործով են զբաղված եւ չեն հետաքրքրում շատ քաղաքական հարցերով, հետաքրքրում է մեկ բան, որ լինի խաղաղություն։ Եվ այն մեկը գալիս ասում է, ես խաղաղություն ձեզ կբերեմ, այս մյուսն էլ գալիս ասում է, ես ավելի ուժեղ խաղաղություն կբերեմ, ավելի լավն եմ ես խաղաղության իմաստով, քան նրանք։ Նրանք գալիս են ասում, սրանք պատերազմ կբերեն, սրանք էլ ասում են տնտեսական պատերազմ իրակ կբերեն, մեկը մյուսին է սա ասում։ Ընդ որում ես նշեմ, որ ես ինքս քաղաքասարակության պատվիրակության կազմում Ադրբեջանում էի վերջերս եւ շատ հետաքրքիր մի տրամաբանություն կար կապված հենց այս հարցի հետ, այնտեղ իհարկե ուղիղ մեզ չասվեց, բայց տրամաբանությունը հետեւյալն էր, որ եթե Հայաստանում իշխանությունը փոխվում է եւ մենք տեսնում ենք, որ որոշումները չեն կայացվելու Երևանում, ու ըստ որում նրանք հասկանում են եւ մենք էլ պետք է ընդունենք, որ եթե ռուսամետները գալիս են իշխանության, որոշումները Երևանում չեն կայացվելու, նրանք ասում են, որ այդ դեպքում մենք զանգում ենք Երևան, ինչ անենք, ինչներս է պետք։ Տեսեք, այդ նույն թրիպը, բայց այդ նույն խաղաղության համաձայնագիր, բայց այդ բայցերը նշանակում է, որ մենք սպասենք մի հատ մեկ տեսնենք, Մոսկվայի հետ ճշտենք, տեսնենք իրանք ինչ են ուզում, նոր ձեզ կասենք։ Այս դեպքում մեզ հետ չեն խոսելու։ Այս դեպքում եւ ադրբեջանցիները թափանցիկ ակնարկում էին դա։ Այս դեպքում մենք զանգենք Մոսկվա ու իրենց հետ կպայմանավորվենք, թե ձեզ հետ ինչ ենք անելու։ Եվ ինչ ենք անելուն պարտադիր չէ, որ լինի պատերազմ։ Ինչ ենք անելու, կարող է լինել նաեւ խաղաղություն, բայց Մոսկվայի հետ պայմանավորված խաղաղություն, արդյունքն այն պայմաններով, ինչ պայմաններով Ռուսաստանը մեզ հետ համաձայնության կգա։ Այսօր նրանք Ռուսաստանի հետ չեն համաձայնության գալիս, այսօր նրանք համաձայնության փորձում են գալ մեզ հետ, որովհետև տեսնում են, որ որոշումները կայացնում են մենք։ Քանի մենք ենք որոշումները կայացնում, եկեք այդ շրջանակում էլի քննարկենք թրիփը, բայց տեսեք որ տեսանկյունից։ Անդիմությունը նույն անդիմությունը, տեսեք առաջին գործող անձանց դրամաբանությամբ չէ, բայց այսպես կան երկրորդ, երրորդ էշելոնի գործիչներ եւ քարոզիչներ նաեւ, որոնք ասում են թրիփի համաձայնագիրը տարեք շպրտեք աղբամանը, որովհետեւ Իրանում պատերազմի ավարտից հետո թրիփ չի լինելու, որովհետեւ օրինակ Իրանը թույլ չի տալու։
Այդ նման բան ասողներին անհրաժեշտ է անմիջապես հարցնել, թե իսկ ինչպես է Իրանը ավարտվել, Իրան պատերազմը ավարտվելու, որովհետև չկա երկրագնդի վրա որևէ մեկը, այդ թվում Տրամպը կամ չգիտեմ Փեզեշքյանը, որևէ մեկը, որ իմանա թե Իրանի պատերազմը ինչպես է ավարտվելու։ Այնտեղ ավարտվելու բազմաթիվ տարբերակներ կան եւ կան տարբերակներ, որոնց դեպքում ընդհակառակը թրիպը ոչ միայն լինելու է, այլ մի քանի թրիպներ են լինելու, ոչ միայն Հայաստանում, կարող են նաեւ Իրանում լինել։ Այնպես որ այս պահին անորոշությունները շատ չեն։ Այո, կա հավանականություն, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել այնպես, որ Իրանը դեմ լինի թրիպին եւ խնդիրներ ունենա։ Այդ դեպքում Հայաստանը պետք է կարողանա գտնել տարբերակներ, գտնել ուղիներ, որ թրիպը իրականացնի այլ տրամաբանության մեջ կամ թրիպի փոխարեն իրականացնի այլ հնարավոր ինչ-որ մի բան։ Օրինակ, թրիպը կառուցվի ոչ թե Մեղրիում, այլ Հայաստանի հյուսիսային հատվածում կամ մեկ այլ հատվածում, որտեղից հնարավոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի կապ ապահովել Հայաստանի շահերը հաշվի առնելով։ Սա տեսական այս պահին ուղղակի իմ միտքը եկած ընդամենը մեկ մոտեցում է։ Մոտեցումները կարող են լինել բազմաթիվ։ Այսինքն, քանի դեռ մենք ունենք անորոշություն Իրանում, խոսել այն մասին, որ տրիպը պետք է գցել կամ խոսել հակառակը այն մասին, որ տրիպը հենց այս պահին պետք է կառուցել, անիմաստ է։ Երկու դեպքում էլ զարգացումները մեզնից կախված չեն լինելու։ Քանի որ Իրանից խոսք գնաց, եկեք շարունակենք էլի այդ թեման ու կամ ավելի ճիշտ դրանով մեր զրույցը ավարտենք, տեսեք, գոնե ինձ մոտ տպավորություն է, իսկ ես քաղաքագետ չեմ, ես դες սիրողական մակարդակով եմ հետևում իրադարձություններին, կարելի է այդպես ասել։ Այնպիսի տպավորություն է, որ ինչպես Ուկրաինայի դեպքում, այս դեպքում եւս Միացյալ Նահանգները չէր հաշվարկել, որ ինքը գնալու է եւ այնտեղ խրվելու է, այսինքն Թրամփը չունի պլան B, պատերազմից դուրս գալու տարբերակ չունի։ Եթե գլոբալ հարցին նայենք, այո, իրավիճակները նման են, բայց կա շատ մեծ տարբերություն, տեսեք։ Ուկրաինայում պատերազմի 5-րդ տարին է ընթանում, ոչ մի ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյա չի սպանվել, չի գերեվարվել։ Իրանում բարձրաստիճան պաշտոնյաներ ըստ էության չկան, ես նկատի ունեմ հոգևոր թևում, որի հետ է փաստացի պատերազմը, աշխարհիկ թևը կարելի ասել մի փոքր ավելի այնուամենայնիվ երկրորդ էշելոնից է մասնակցում այդ գործընթացներին։ Ընդ որում ես համոզված եմ, եթե Միացյալ Նահանգները ցանկանար վերացնել նաև աշխարհիկ թևի ներկայացուցիչներին, կվերացներ։ Ուղղակի մարտիկ պիտի լինեն, ում հետ կարողանա Միացյալ Նահանգները որոշ հարցերի վերաբերյալ պայմանավորվել եւ հավանաբար Միացյալ Նահանգներում գնահատել են, որ այդ մարտիկ, ովքեր ավելի հակված են հարաբերությունները զարգացնելու, հենց աշխարհիկ թևի ներկայացուցիչներն են, այդ պատճառով էլ նրանք գոյություն ունեն այս պահին։ Թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, ժամանակը իհարկե ցույց կտա, բայց եկեք չհամեմատենք էլի Միացյալ Նահանգների պատերազմը ու Իրանի դեմ Ուկրաինայի պատերազմի հետ Ռուսաստանի դեմ։ Միացյալ Նահանգների որևէ նահանգում, որևէ հատվածում, որևէ գյուղում մեկ հատ չգիտեմ, փամփուշտ չի կրակվել, Ռուսաստանի հատվածներն են եղել, որոնք օկուպացված են եղել բավական երկար ժամանակ, Ռուսաստանն էլ ամենօրյա ռմբակոծման տակ է։ Միացյալ Նահանգներում զորահավաք չի եղել, Ռուսաստանում մասնակի զորահավաք եղել է, դեռ ժողովրդին էլ հավաքում տանում են, ինչպես կարողանում են, որտեղ կարողանում են խաբելով եւ այլն։ Միացյալ Նահանգները կարողացել է Իրանի ընդհանրապես ենթակառուցվածքների մի շատ մեծ հատվածներ շարքից անել, Ռուսաստանը ընդհակառակը Ուկրաինային շատ ավելի հզոր է դարձրել, շատ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով, զենքով եւ այլնով հարուստ է դարձրել։ Այսինքն այստեղ բովանդակության մասով համեմատելու բան չկա։ Գլոբալ առումով այո, Տրամպի հաշվարկը եւս ամբողջապես այնպեսին չէր, ինչպես եղավ արդյունքում կամ կա այս պահին Պուտինի ինչպես եւ Պուտինի հաշվարկը բացարձակապես չէր համապատասխանում ստացված արդյունքին։ Տպավորությունն է, որ Իրանը, որում ինքը արդեն հասկանալի է, որ ինքը 30 տարի պատրաստվել է նման պատերազմի, այսինքն գիծող, երկարատև, անսպասելի էր բնականաբար ավելի ճիշտ ենթադրվում էր, բայց չէին սպասում, որ կխփի հարևաններին, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին եւ այլն, շարունակեմ, որ Հորմուզի նեղուցը կփակի, հա, ու այստեղ բավական տարօրինակ իրավիճակ է, երբ Հորմուզի նեղուցը բացելու համար Թրամփը փակում է Հորմուզի նեղուցը։ Ըստ ձեզ հիմա ընթացող բանակցությունները, որոնք կարող են էլի շարունակվել Իսլամաբադում, որտեղ այսօր արդեն տեղեկատվություն հայտնվեց, որ Պակիստանը կրկին առաջարկել է Իսլամաբադը օգտագործել որպես այսպես հարթակ բանակցային, կտա որևէ արդյունք։ Համենայնիվ միջուկային ծրագրի շուրջ այսպես ինչ-որ տարբերակ ոնց որ գտնվել է։ Գիտեք, ես ճիշտն ասած չեմ կարող այդպես
համոզված լինել կլինի թե չի լինի արդյոք։ Կարելի է ենթադրել հենվելով այն փաստերի վրա, որոնք կան։ Փաստերը հետևյալն են. Միացյալ Նահանգներում սպասվում են միջանկյալ ընտրություններ։ Միջանկյալ ընտրությունները լինելու են աշտանը։ Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը շատ մեծ չափով զիջել է իր դիրքերը ներքին դաշտում, որպիսի գոնե որոշակիորեն վերականգնի Միացյալ Նահանգներին եւ Տրամպին անձամբ եւ Հանրապետական կուսակցությանը, որը իրականում այսօր իշխում է բոլոր տեղերում, սենատի զույգ պալատներում եւ փաստացի Տրամպն Հանրապետականը պետք է հաջողություն Իրանում։ Այդ հաջողությունը Իրանում այս ձևաչափում այս ֆորմատով բանակցությունների ընթացքում ձեռք բերել հնարավոր չէ, որովհետև Իրանը դեռ կոտրված չի, Իրանի ներկայացուցիչները, ես ճիշտ ասած չգիտեմ ովքեր են բանակցությանը մասնակցում, բայց ովքեր որ մասնակցում են, այնուամենայնիվ չպարտված պետության դիրքերից են հանդես գալիս եւ նույնիսկ պահանջներ են ներկայացնում, ինչը նշանակում է Միացյալ Նահանգներում հանրապետականները եւ Տրամպը այսօր ցույց տալու բան չունեն, ցանկանում եմ ասել մեծ բան չունեն, բայց փաստացի ոչ մի բան չունեն ցույց տալու։ Եվ սա հաշվի առնելով ես կարծում եմ այնուամենայնիվ մի փոքր ավելի է հավանականությունը, որ Տրամպը կխախտի այս երկշաբթյա համաձայնագիրը նույնիսկ չսպասելով այդ ժամկետի ավարտին եւ հարվածները ավելին կլինեն Իրանի նկատմամբ, մինչև որ Իրանը ինչ որ բան տա Միացյալ Նահանգներին։ Դա այդ ինչ որ բանը ինչ կլինի, ես չեմ կարծում, որ այստեղ միջուկային համաձայնության մասին է խոսքը, սա ընդամենը ծածկույթն է։ Ներսում շատ ավելի լուրջ գործընթացներ են ընթանում, իմ խորին համոզմամբ այդ գործընթացները վերաբերում են Իրանի եւ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններին, կապված թե էներգագիրների հետ, թե առևտրային ճանապարհների հետ եւ թե ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներ, Չինաստան գլոբալ հակամարտության տրամաբանության։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։